Ինչպես եւ ասում եմ, ես ավարտեցի կայծերի առաջին մասը։ Ուզում եմ նշել 3 բան, որ ես հասկացա այս գրքից ու կարելի է ինչ-որ համեմատական գծեր տանել ներկա ժամանակի հետ։ Առաջի բանը քարկոծեք, որովհետև սա չի վերաբերվում կրոնին, այլ ավելի շատ եկեղեցուն։ Տեր Հայրը ներկայանում է որպես վատ կերպար ու ինչ է ասում, եթե մի թշիթ հարվածում են, մյուսն է պարզի։ Ասում է, եթե երեսիդ թքում են, լուր կենա։ Մի խոսքով աշխարհի բոլոր անպատվություններին պետք է համբերես։ Ու այո, ամեն ինչ արվում է Աստծո ցանկությամբ, Աստծո կամքով, բայց եթե մի ժողովուրդ ամեն մեկին հպատակվում է, ամեն մեկի ասածը լսում է, ոնց կարելի է ժողովրդին հետո լուրջ ընդունել։ Երկրորդ կետը, ես գողբառը պատկերացնում էի, դե ինչ-որ մի բան գողանում ես, չգիտեմ, համապանակ, հեռախոս, դե այն ժամանակ ձիեր, կառքեր, ինչ էին գողանում։ Հետո հասկացա, որ գողերը այդ մարդիկ չեն հիմնականում։ Ամեն մարդիկ են, ովքեր քո ժողովրդի դժբախտությամբ իրենց գումարն են հաշտացնում։ Ինչքան մանրամասն է նկարագրվում, այդ ամեն ինչը էս գրքում, ու ես դեռ առաջին մասն եմ կարդացել։ Ու երրորդ կետ, մենք միշտ սովորենք այս պատմությունից, որ երբ որ չի եղել թագավորություն, միշտ կաթողիկոսը եւ եկեղեցին օգնության են հասել, դարել են երկրի գլուխս ու դժվար բանի եկեղեցին է մեզ միավորել։ Ես լույն համաձայն եմ, բայց եղել են պահեր, երբ որ եկեղեցին հատուկ այնպես արել, չլինի թագավորություն, որ լինի միայն նկարավորություն ու գլխավորի եկեղեցին։ Իհարկե ռաֆով պատմությունն է, բայց ես համոզված եմ, որ յուրաքանչյուր բան ունի իր հիմքերը։ Մինչև երկրորդ մասը կարդալի, ես կկարդամ անասնաֆերման։ Սրա վրա ժամկետ ունի մաքսիմում 3 օր, հետո սա կքննարկենք։